Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 9 դեկտեմբերի օրը երեքշաբթի, բարի երեկո։ 2026-ին համապարփակ լուծում կստանան Գավառագետի հունի հետ կապված խնդիրները։ Գեղարքունիքի մարզպետի միջնորդությամբ կառավարությանն է ներկայացվել Գավառի համայնքապետարանի կողմից մշակված գետի հունի մաքրման, ամրացման, վթարային կամուրջների հիմնանորոգման ծրագիրը։ Գավառագետի բնակավայրերով հոսող որոշ հատվածներում դժվար է տարբերել, որն է հունը, որը ափը։ Խոտով, թփերով, տեղ-տեղ էլ անգամ ծառերով ծածկված հունը, հատկապես գարնանը, հեղեղումների պատճառ է դառնում։ Արդյունքում տուժում են ափամերձ տնտեսություններն ու ենթակառուցվածքները։ 2022 թվականին մեր գավառցիների այդ հարցը բարձրացրել էին, մենք հետո համայնքապետարանի հետ մեկ անգամ քննարկում ունեցանք եւ իրեն գրավոր դիմեցին մեզ, որպեսզի մենք միջնորդենք, որ կարողանանք այդ ծրագիրը Գավառագետի հունի մաքրման ու ամրացման աշխատանքներ իրականացնենք։ Պայմանավորվեցինք, որ համայնքապետարանը նախագիծ ձեռք կբերի եւ կփորձենք կառավարության միջոցներով, պետբյուջեի միջոցներով այդ ծրագիրը իրականացնել։ 2024-ին Գավառի համայնքապետարանը սկսեց Գավառագետի Գեղարքունիք գյուղից մինչև Նորատուս ընկած հատվածում առկա խնդիրների գույքագրումը։ Դրա հիման վրա արդեն 2025-ին պատրաստ էին գետի հունի մաքրման եւ ամրացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Համայնքի ղեկավարը կարողացավ ներկայացնել հիմնախնդիրը, որից հետո արդեն պարոն Սարգսյանի միջամտությամբ այն ներկայացվեց ավելի վերինացիաներ, ջրային կոմիտե, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն եւ յուրախություն մեզ Գավառագետի մաքրման ծրագիրը ֆինանսավորվելու 2026 թվականի պետական բյուջեի միջոցներով եւ այդ նպատակով հատկացվել է 464 միլիոն 964 հազար 230 Հայաստանի Հանրապետության դրամ։ Պետական միջոցներով իրականացվելիք ծրագիրը մաքրման աշխատանքներից զատ ներառելու է նաև ենթակառուցվածքների վերականգնում եւ բարեկարգում, լուծելու է բնապահպանական մի շարք խնդիրներ։ Օրինակ Գեղարքունիք լանջախբյուր, որ ձգվում է շուրջ 3 կիլոմետր երկարությամբ հատվածն է, պետք է գետի մաքրում իրականացնել, վթարային մեկ կամուրջի վերականգնում, գետից ծառերի հեռացում իրականացնել, վնասված եւ փլուզված ափապաշտպան հենապատեր կառուցել, հաջորդ օրինակ Լանջախբյուր Սարուխան շուրջ 1.5 կիլոմետր, այսինքն մենք քարտեզագրել ենք բնակավայրերի միջև եղած գետի ամբողջ երկայնքով խնդիրները եւ այդպես շարունակ։ Յուրաքանչյուր տարի վաղ գարնանը Գավառագետի հունի մաքրման աշխատանքները կրել են տեղային բնույթ եւ վարարումների դեմն առնելու ժամանակավոր միջոց են եղել միայն։ 2026-ին մեկնարկելիք ծրագիրը համապարփակ լուծում կտա խնդրին։ Համայնքապետարանի հետ միասին մեկ ամբողջական նախագիծ ենք իրականացնել, որ մեկընդվիշտ լուծենք այդ հարցը։ Իհարկե հետագայում եւս պետք կլինի մաքրման աշխատանքներ իրականացնել, բայց հուների ամրացման ու մաքրման աշխատանքը այս պահին առաջիկա տարիների համար մեզ բավականին լավ արդյունք կտա։ Նախագծով նախատեսված հիմնական աշխատանքների ավարտին անհրաժեշտության դեպքում գետի տարբեր հատվածներում կտեղադրվեն նաև աղբորսիչներ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառ համայնքի Սարուխան բնակավայրում ոռոգման եւ ջրահեռացման համար նախատեսված համակարգ է կառուցվում։ Աշխատանքներն իրականացվում են Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառավարություն համայնք համատեղ ֆինանսավորմամբ։ Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի Արտավազդ Քիշոյան, Զորավար Անդրանիկ եւ Խոստեղյան փողոցներում ջրահեռացման եւ ոռոգման համար նախատեսված համակարգ է կառուցվում։ Աշխատանքները մեկնարկել են նոյեմբերին եւ առաջիկայում կավարտվեն։ Շինարարության որակի նկատմամբ տեխնիկական ըսկողության լիցենզավորված կազմակերպությունները գնման գործընթացի ընթացքում պայմանագրային հիմունքներով կատարում են ընթացիկ վերահսկողություն, բացի դա համայնքապետարանի կողմից գրեթե ամենօրյա վերահսկողություն է իրականացվում կատարվող աշխատանքների որակի, ընթացքի եւ դրանք ժամանակին ավարտին հասցնելու վերաբերյալ։ Տեղադրվելու են 460 մետր երկարությամբ երկաթբետոնյա վաքեր ու անցումային պողպատյա խողովակներ։ Արտավազդ Քիշոյան փողոցում համակարգը ծառայելու է ոռոգմանը, իսկ Զորավար Անդրանիկ եւ Խոստեղյան փողոցներում ոռոգմանը զուգահեռ նաեւ ջրահեռացմանը։ Այս ջուրը լսվում հայատները, այս տոնտերը, սողոմարը, այստեղ չկորցե կարտոշկացանա։ Այդ մարդը տովաղոբրում։ Այսօր օրը վարիսի սորքեն, կոնեկը չորնա մի քիչ,
Այդ մորն էլ կօգտվի այդ բանից։ Մնացած տերանգն էլ էլի նույն վիճակն է։ Ծրագրի իրագործմամբ Սարուխանում շուրջ 200 տնտեսություններ հնարավորություն կունենան ոռոգելու ավելի քան 50 հեկտար տնամերձ հողամաս։ Համակարգի միջոցով ջուրն արդեն առանց կորուստների կհասնի հողագործին։ Ժողովուրդը կալիմին ձեռքով խորին լրի մոքրումին ջուրին տոնում։ Այս տոնգ լրի այս կոլոդները նստերա էլ ջուր չի թումա։ Էդի վարտնեն կոնե մի բան էլի լավ կլինի։ Ամեն ժողովուրդը կօգտվեն, ամեն ընդի ժողովուրդը կօգտվեն սրանից։ Սարուխանի ոռոգման ջրահեռացման համակարգը կառուցվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Կառավարություն համայնք համատեղ ֆինանսավորմամբ։ Պետբյուջեից ներդրումը 75% է, իսկ համայնքային բյուջեից 25%։ Ծրագրի արժեքը 14 միլիոն 500 հազար դրամ է։ Ալբերտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Գավառի մարզադպրոցում կայացել է բռնցքամարտի բաց առաջնություն, մասնակցել են Գավառի, Կարմիր գյուղի, Վանաձորի եւ Տաշիրի պատանի բռնցքամարտիկները։ Գավառի Գրիշա Ապրոյանի անվան մարզադպրոցում բռնցքամարտի բաց առաջնություն է։ Այն կազմակերպել է Գավառ քաղաքի բռնցքամարտի մարզիչ, սպորտի վարպետ Մարատ Կարոյանը։ Մրցաշարին մասնակցում են Գավառի, Կարմիր գյուղի, Վանաձորի մենապայքարային մարզաձևերի, մանկապատանեկան եւ Տաշիրի մարզադպրոցների մարզիկները։ Միջոցառումը նվիրված էր մեր մարզադպրոցի կազմավորման, ձևավորման եւ ամփոփեցինք մեր տարվա լավագույն արդյունքները եւ որոշեցինք, այսպես ասած, ստուգողական մրցաշար անցկացնենք, հրավիրեցինք դրսից։ Եվ ամենակարևորը շեշտեմ, որ մարզիկների, մարզիչների նույնիսկ հանդիսատեսի կողմից ոչ մի կարգապահական խախտում եւ բողոքարկում չարձանագրվեր։ Շնորհակալություն ենք այտնում միջոցառման մասնակիցներին այս գեղեցիկ միջոցառումը անցկացնելու եւ իրենց ակտիվ մասնակցությունը բերելու համար։ Մրցապայքարը սկսվում է բարձր մրցակցային պայմաններում, լարված ու բուռն մթնոլորտում։ Մարզիկներին ոգևորում են ծնողները, մարզաձևի սիրահարները եւ բռնցքամարտի նվիրյալները։ Մարզիկները ցուցադրում են ճիշտ հավասարակշռություն, պաշտպանական եւ հարձակողական բարձր տեխնիկա, որոնք կարևոր են այս սպորտաձևում հաջողության հասնելու համար, նշում են մարզիչները։ Ներկայացել ենք 20 մարզիկով, ցուցադրել ենք լավ արդյունք, տեղանային մենամարտերից գոհ ենք։ Նման մրցաշարերը ընդլայնում են սպորտը, զարգացնում են սպորտը, մարզիկները կարողանում են միմյանց հետ շփվել, միմյանց ճանաչել, բացի բռնցքամարտից դուրս ձեռք են բերում ընկերական լավ հարաբերություններ, որը շատ կարևոր է մեր սպորտի մեջ որպես հիմք։ Իսկ մնացածը իրաց փորձը սկսում է աճել ու իրանք ավելի լավ մարտեր են կարողանում տալ հետագա մենամարտերում ավելի բարձր մարտերում։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում մարզադպրոցի տնօրենին մրցաշար բարձր մակարդակով անցկացնելու համար, նաև շնորհակալ ենք մարզադպրոցի մարզիչ ընկեր Մարատին մեզ իր ներդրումն ունենալու եւ այս մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Առաջնությանը հետևում եւ մարզիկների ելույթները գնահատում են Գավառի մարզադպրոցի տնօրեն Վանիկ Հովեյանը եւ Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզիչ Արկադի Կոստանյանը։ Մրցաշարի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած եւ մրցաշարի մասնակից բոլոր մարզիկները պարգևատրվում են համապատասխան կարգի մեդալներով ու շնորհակալագրերով։ Պարգևատրումը կատարում է մարզադպրոցի ուսումնակամասի գծով փոխտնօրեն Արամ Մինասյանը։ Փորձ է ձեռք բերում այս մրցաշարերից եւ դուխ, որ ավելի լավ պարապել։ Շնորհակալություն եմ հայտնում այս մրցաշարը կազմակերպելու համար, ուժեղ մրցաշար էր։ Հաղթել եմ 2 մենամարտ, 2 բռնցքամարտիկի եւ նվաճել եմ առաջի հորիզոնականը։ Առաջնությունը նպաստում է մարզիկների փորձառությանը, մրցակցային մտածելակերպի ձևավորմանը եւ նոր մարզական ձեռքբերումների համար վստահության ամրապնդմանը։ Առաջնությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ բռնցքամարտը շարունակում է մնալ սիրված ու զարգացող մարզաձև, միավորելով երիտասարդներին առողջ կենսակերպի ու սպորտի շուրջ։ Արփիկ Կակոյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս, մնացեք խաղաղությամբ։